Հիմա ինչն էր պատճառը, որ հիմա սրվեց։ Պարզ էր, չէ, որ ենթադրենք կաթողիկոսի զավակ ունենալու հարցը հիմա չէր առաջացել, ինչու էր հիմա պետք այս թեման այսքան թեժացնել։ Հիմա կամ 3 կամ վաղը կարող եք ինձ ասել, եթե կա կեղծիք եւ այդ կեղծիքի մասին բարձրաձայնվում է եւ բարձրաձայնվում է իլուր աշխարհի եւ դրան պատասխան չի տրվում, ինչ տարբերություն կա։ Ասում են կարևոր գործերը թողած ընկել եք երկրորդականի հետևից այն առումով, որ ինչ խոստումներ են տրվել, իրավական, դատական, բարեփոխումների եւ այլն։ Հետևից էլ ընկնում ենք եւ այնպես չի որ ամբողջ օրը դրա մասին ենք մտածում։ Հիմա որ ինձ դուք ուրիշ հարցեր տայիք, ես ավելի հաճույքով կպատասխանեի։ Հիմա խոսելու ենք այլ հարցերից եւս, պարոն Թորոսյան։ Եվ մենք մեր գործով ենք զբաղվում, ասենք բյուջետային քննարկումներ, նա հիմա ազգային ժողովում վարչապետի մոտ օրական մի քանի հատ այլ տարբեր թեմաներով քննարկումներ ենք անում, ես կարող եմ ոլորտային ասել, ոչ ոլորտային ասել եւ դա մեր միգուցե այն մտահոգ, հա, падգամավորների կամ մեր գործընկերների թիմակիցների մտքի շատ փոքր տոկոսն է հիմա զբաղացնում, թեև ինքն էլ է կարևոր հարց, որովհետեւ վարչապետը համարում է, որ հայ առաքելական եկեղեցին իրոք կարևոր դեր է ունեցել, թե պատմական, մշակութային, ազգապահպանական առումով եւ ուզում է, որ այն լինի իրապես այնպիսին, ինչպիսին որ պիտի լինի։